Զրուցում են գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի հետ։ Պարոն Պողոսյան, Գյումրին շարունակում է այսպես ընտրություններին պատրաստվել, նախ կխնդրեմ ասեք, թե նախընտրական շրջանը այս պահին ինչպես է անցնում եւ ինչու Գյումրին սկսեց այդքան շատ հետաքրքրել քաղաքական բոլոր շրջանակներին։ Գիտեք, նախ ես այդ կանել համաձայն չեմ, որ քաղաքական բոլոր շրջանակները հետաքրքրված Մեծ մասին։ Օրինակ, տեսեք, փաստացի չի մասնակցում ընդդիմադիր խորհրդարանական ուժերը, այսինքն դաշնակցությունը եւ հանրապետական կուսակցությունները, որոնք իրականում ընդդիմադիր դաշտում ամենամեծ եւ լուրջ ռեսուրս ունեցող քաղաքական ուժերն էին եւ մասնավորապես օրինակ ՀԿ-ի մասով մենք լավ գիտենք, որ ՀԿ-ն դեմ է ցանկացած տեսակի ընտրությունների, որոնք պետք է անցկացվեն Նիկոլ Փաշինյանի հետ եւ Նիկոլ Փաշինյանի կազմակերպմամբ, ինչին ինքս էլ լիարժեք համաձայն եմ։ Իսկ ինչ վերաբերվում է քաղաքական ուժերի, այսպես ասած, հետաքրքրությանը, այստեղ տարբեր է, որովհետեւ բնականաբար ԿՊ-ն ինքը ուզում է այսպես ծայրահեղ ձևով նորից իշխանություն ունենալ, որպեսզի չերևա թե իր դիրքերը Հայաստանում թուլացել են, իսկ նույնիսկ քաղաքական ուժերի մասով չեմ կարող ասել, որովհետև նույնիսկ եմ ասում, որպես այդպեսին իշխանքի դեմ չկա այնպիսի մի կուսակցություն, որը լուրջ դերակատարություն ունի Հայաստանում ու այսօր մասնակցում է այդ ընտրություններին։ Այսինքն մնացածը ավելի շուտ անձնական նախաձեռնություն է եւ անձնական ինչ-որ քաղաքական դաշտում երևի թե կայանալու կամ որոշակի հաջողություններ գրանցելու համար է իրականացում։ Պարոն Պողոսյան, այնուամենայնիվ ինչպիսի ընտրություններ են նախատեսվում, ինչպիսին է լինելու, մենք այսպիսի կարծրատիպ ունենք, քաղաքական դաշտում, որ եթե իշխանությունը մասնակցում է, ուրեմն հավանականությունը մեծ է, որ հենց իշխանության ներկայացուցիչն էլ կանցնի։ Այնուամենայնիվ ինչ կանխատեսումներ կան ընտրությունների մասով։ Տեսեք, ես ոչ թե կանխատեսում, այլ փորձեմ մի քանի փաստեր առաջ քաշել։ Առաջինը, որ այս ընտրությունները իշխանազավթման հետևանք էր։ Այսինքն ինչ-որ մի պահի, ինչ-որ մի բան չկարողանալով կիսել Բալասանյան Տաշինգի հետ, նրանց պարտադրվեց հրաժարական, այդ թվում նաև ձերբակալություններ, որը շատ ակնառու է, որևէ մեկը չի կարող հակառակը պնդել։ Երկրորդ, իշխանությունը ինքը այստեղ շատ արագ փորձեց ԺՊ տնել եւ շահել բավականին ժամանակ, որպեսզի ԺՊ-ի միջոցով կարողանար ռեսուրսներին տիրապետել։ Օրինակ, տեսեք, իրենք հիմնավորում էին, որ առանց, չգիտեմ, ԿՊԺՊ-ի հնարավոր չէ ընտրությունների գնալ եւ այլն, բայց իրականում հնարավոր էր կամ կարող էր շատ ավելի շուտ տրվել։ Օրինակ Փաշինյանը կառավարության նիստում դեկտեմբերին հայտարարեց, որ այո, Գյումրին գնալու է ընտրություններ, ստորագրեց ավականին լուծարելու գործընթաց եւ դա կարող էր անել անմիջապես հաջորդ օրվանից, բայց արեց փետրվարի 20-ից, այսինքն արեց տականորեն ժամանակ ցկեց դրանով արդեն ոչ հավասար պայմաններ ստեղծեց մյուս տեխնազոների կամ հավակնոցների համար։ Եվ երրորդ մենք տեսնում ենք նաև իշխանությունը ինչ կարգի է լցված այդ կոզին, որ հնարավորինս կարողանա ինքը ունենալ հաղթանակ, այսպես կոչված, չնայած այս դեպքում նաև զարմանալի է, թե ժողովրդավարության պարտիոները շագեստավոր ում է ուզում հաղթել, եթե ինքը ժողովրդավար է եւ ինքը պետք է ներկայացնի ժողովրդի կամք, այսինքն սեփական ժողովրդի։ Այդ լավ հավատացումներից մեկը մի քանի օր առաջ Փաշինյանի Գյումրի գալն ու նաև ԻՇԿ խումբը եւ այդտեղ ինքը ինչ-որ բաներ խոսեց, չեմ ուզում ասեմ բարբաջեց, խոսեց եւ այդ ամբողջի մեջ ուշադիր լսելով ես ընդամենը մեկ նախադասություն հասկացա։ Կամ Սարիգը կլինի Գյումրու քաղաքապետ կամ Գյումրին քաղաքապետ չի ունենա։ Այսինքն նրա հիմնական ուղերձը դա էր, մնացած այսպես հավելյալ զառանցանքները, մանիպուլյացիաները, անիմաստ խոսքերը դրանք ացածակապես ոչինչ էին։ Հիմքում դրված էր նա, որ կամ կլինի իմ ցեկվածում, կամ դուք քաղաքապետ չեք ունենա։ Ինչպես մենք գիտենք առաջի օրվանից դեռևս 18 թվականի մայիսից Փաշինյանի միակ կարգախոսը դա է։
Պարոն Պողոսյան, իսկ գյումրեցիները ինչպես են պատրաստված ընտրություններին, առհասարակ ուզում են ընտրություն լինի, հետաքրքրված են ընտրություններով, թե գյումրեցիների համար միևնույնն է ինչ կլինի։ Գիտեք, միանշանակ դա չի կարելի ասել, որովհետև գյումրեցիներ մեջ մտնում են տարբեր խավեր, տարբեր սոցիալ-հոգեբանական նկարագրի մարդիկ եւ մեկը բնականաբար իր, չգիտեմ, օրվա հացի հետևից վազելով կարող է գնա մասնակցի։ Մյուսը ուղղակի իր նախընտրելի կամ իր համակրանքը շարող տեխնազորի համար կարող է գնա։ Այսինքն կլինի որոշակի մասնակցություն, բայց որ ասենք այ ամբողջական Գյումրին առավել եւս կիշտ մտածող մասան բոլորը վազել են տեղամասեր, ես կարծում եմ ոչ, որովհետև այսօր ցանկացած մտածող, ցանկացած լուրջ մարդու համար կա մի նպատակ Հայաստանը ազատել է սփյուռքական կառավարիչներից եւ կարողանալ երկրում անվտանգային համակարգը վերականգնել։ Այսօր անվտանգային խնդիրների մասին նաեւ չափազանց շատ մտահոգված են հենց գյումրեցիների ճնշող մեծամասնությունը եւ շատերը նաեւ հասկանում են, որ այդ ուղղակի քաղաքապետ ընտրելով իրանք որևէ քայլ չեն կարողանալու առաջ գնալ եւ փոխել։ Առավել եւս ես ճիշտ ասած ընդդիմադիր տեխնազոներից շատերից էի սպասում, որ իրենք ավելի այսպես հարցերը սուր կտնեն եւ ավելի շատ կկարողանան մոբիլիզացնել այդ մասային եւ կարևորը վստահություն կներշնչեին այդ խմբերի մոտ, բայց դեռևս առանձին փորձերը, եթե չհաշվեն գլոբալ առումով այդ սրացումները ես չեմ տեսնում, իսկ եթե Նիկոլ Փաշինյանի հետ դու պայքարում ես ու իրավիճակը չես սրում այնպես ինչպես ինքն է սիրում սրել, ինչպես ինքը սրեց 2 օր առաջ, ինձ թվում է դա կխանգարի, որպեսզի հասարակական լայն խմբերին կարողանան համախմբել։